Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մետադարաշրջան հանրային կյանքի թվային բլոկչեյն տրանսֆորմացիա հաղորդաշարը։ Այսօրվա հաղորդման խորագիրն է բլոկչեյն մատրից, ազատության և ալգորիթմների դարաշրջան։ Անցած հաղորդման ընթացքում արձանագրեցինք ֆիզիկայի հսկաներից մեկի Ջոն Իլերի տեսությունը It from bit։ Սա նշանակում է, որ տեղեկատվությունը հանդիսանում է իրականության հիմքը։ Մենք խոսեցինք ատոմից դեպի տեղեկատվություն և բիթից դեպի արժեք տեսության մասին նաև։ Եվ տեսանք, թե ինչպես է անցում կատարվում նյութականից դեպի ոչ նյութական արժեք։ Զարմանալի է, բայց այսօր աշխարհում ոչ նյութական ակտիվների արժեքը կազմում է 97 տրիլիոն կամ կվադրիլիոն և կազմում է մարդկության կողմից օգտագործվող ակտիվների շուրջ 58%-ը։ Այսօր մենք կանդրադառնանք բլոկչեյնի առաջացմանն ու դրա պատմությանը, ապակենտրոնացված համակարգին և իհարկե Web 3-ի սերունդներին, Web 1-ից մինչև Web 3։ Եկեք նախ դիտարկենք բլոկչեյնի աշխատանքը։ Բլոկչեյնի հիմքում ապակենտրոնացված ցանցն է, որտեղ բլոկների վրա, որոնք հանդիսանում են տեղեկատվության կրիչը, դրանք հեշավորման, գաղտնագրման միջոցով կազմում են ընդհանուր էկոհամակարգ, ընդհանուր ցանց, և այդ ցանցի հանգույցները ապահովում են տեղեկատվության անփոփոխությունը։ Այստեղ բացառվում է տվյալների խեղաթյուրում կամ որևէ փոփոխություն։ Պատկերացնենք մի թվային ընդհանուր գիրք, երբ որ յուրաքանչյուր էջի վրա տեղակայված է առանձին բլոկներ և դրանց մեջ նշված է տեղեկատվությունը։ Այսպես հազարավոր համակարգիչների վրա, նոդերի վրա պատճենահանված է այդ տեղեկատվությունը և նրանք հեշավորման միջոցով փոխկապակցված են։ Այս համակարգը առցանց է գործում և իրական ժամանակի ռեժիմով։ Որևէ փոփոխություն այս ցանցում հնարավոր չէ կատարել։ Շատերը կարծում են, որ բլոկչեյն համակարգը առաջացավ 2008 թվականին ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կամ այդ ընթացքում, բայց այդ տեխնոլոգիան ունի երկու շերտ։ Առաջի շերտը առաջացավ 20-րդ դարում և գործնական ներդրումը կատարվեց 21-րդ դարի սկզբում։ Տեխնոլոգիական հիմքերի մասին խոսելով, 1991 թվականին Ստյուարտ Հաբերը Սթորնետայի կողմից առաջարկվեց մի տեսություն, ըստ որի դրոշմավորվում էր փաստաթղթերը, էլեկտրոնային փաստաթղթերը և անփոփոխ դրոշ դնելով դրանց վրա, ըստ էության դրանք այլևս չէին կարող որևէ կերպ փոփոխության ենթարկվել, անգամ հեղինակների կողմից։ 1992 թվականին նրանք այդ համակարգի վրա ավելացրեցին Մերկլի ծառերը, դա ըստ էության թույլ տվեց մեկ բլոկի մեջ ավելացնել տեղեկատվության ծավալը։ Նրանք օգտագործում են կրիպտոգրաֆիկ հեշ ֆունկցիան, տվյալները եզակի մատնահետքերի նման հեշավորված պահպանվում էին բլոկներում։ Այս տեխնոլոգիան հետո 14 տարի անց կիրառվեց բիտքոյնի մեջ։ Այսպիսով մենք ունենք էվոլյուցիայի 3 դարաշրջան։ 20-րդ դարում տեսական հիմքերն էին, այնուհետև երկրորդ փուլն է 2009 թվական Genesis առաջի բլոկի ի հայտ գալը և շատ կարևոր է երրորդ փուլը, որը արձանագրում ենք 2015 թվականին Վիտալիկ Բուտերինի կողմից Էթերիումի ցանցում բլոկչեյնի վրա առաջին անգամ տեղակայվեցին սմարթ կոնտրակտները։ Ի դեպ, հարկ է նշել, որ դրա ֆենոմենը առաջարկվել էր դեռ 20-րդ դարի վերջում Նիկ Սաբոյի կողմից, ամերիկյան մի շատ հետաքրքիր մասնագետի կողմից, քանի որ Նիկ Սաբոն 1998 թվականին ստեղծեց նաև բիտքոյնի նախատիպը, որը կոչվում էր BitGold,
Bitgold-ը ուղղակի չիրացվեց զուտ տեխնիկական պատճառներով։ Ընդ որում կրիպտո համայնքում մինչև օրս համոզված են, որ ինքը Նիկ Սաբոն է հանդիսանում հենց Սատոշի Նակամոտոն, բայց ինքը ամեն անգամ մերժել է այս հիշատակումը։ Բիտկոյնի նախատիպերի մասին խոսելիս հարկ է նշել դրանց շարքում հատկապես Դեվիդ Չաումը 1990-ական թվականներին ստեղծեց eCash-ը թվային փողը, որը մշակվեց անանուն ստորագրությունների մի համակարգ, տերերը բացարձակ անոնիմության սկզբում կատարում էին փոխանցումներ, բանկը հաստատում էր դա, այսինքն պետք էր ընդհանուր հաստատող մարմին և գործարքի հաստատում էր իրականացվում։ Մյուսը Դուգլաս Ջեքսոնն ու Բարի Դաունն էին։ Նրանք ստեղծեցին e-gold-ը, որը հաջողությամբ կիրառվեց, դա ոսկով ապահովված արժույթ էր, այն գործարկվեց և հաջողություն ունեցավ մինչև 2006 թվականը և սպասարկում էր անգամ 5 միլիոն հաշիվ։ Ոսկով ապահովված էր այդ արժույթը, վայրկենական կատարվում էին գործարքները, բայց համակարգը կենտրոնացված էր, նա չուներ նույնականացման մեխանիզմ հաճախորդներին։ Այնուհետև այն դարձավ կրիպտոհանցագործության կենտրոններից մեկը և իշխանությունները 2008 թվականին արգելեցին այն, պատճառաբանությունը առանց լիցենզավորման գործունեությունն էր։ Բիտկոյնի շարժիչն էր Ադամ Բեքի Hashcash 1997 թվականին։ Սա մի մեխանիզմ էր, որը ստեղծված էր սպամերի պայքարի համար, նա արժույթ չէր որպես այդպիսին։ Սա պատմության մեջ առաջին օգտագործվող համակարգն էր Proof of Work։ Հետո այն դրվեց Bitcoin-ի մայնինգի հիմքում։ Մյուս Վեյդայի 97 թվականին ստեղծված ապակենտրոնացված համակարգն էր։ Սա ամբողջական համակարգ էր, որում չկար կենտրոնական մարմին։ Վեյդայի ստեղծած համակարգում նոր փող ստեղծելու համար օգտագործվում էր Proof of Work համակարգը, բիմանին ձախողվեց։ Վեյդայի չլուծեց կոնսենսուսի խնդիրը և գործարքների հերթականության խնդիրը։ Ի դեպ, Ethereum-ի ամենափոքր միավորը Vayne է, ի պատիվ Վեյդայի։ Մյուսը Halfin-ի 2004 թվականին ստեղծված Reusable Proof of Work համակարգն է։ Սա աշխատանքի ապացույցի տրանսֆորմացիոն համակարգն էր։ Այս դեպքում նա վերցրեց Hashcash-ի, Ադամ Բեքի Hashcash-ի գաղափարը, այն դարձվեց փոխանցվող տոկեն։ Այս համակարգը դեռևս ապավինում էր կենտրոնացված համակարգին, որը վիճահարույց էր։ Սակայն այս մասնագետը հետո դառավ Bitcoin-ի ամենաառաջին աջակիցներից մեկը։ 2009 թվականին նա Սատոշի Նակամոտոյից ստացավ առաջին փոխանցումը։ Մենք ներկայացրեցինք այս մասնագետների կարևոր ներդրումը, բայց կարևորը Նիկ Սաբոյի Bitgold-ի գաղափարը։ Իսկ հանճարեղ Սատոշի Նակամոտոն հանիվ չհորինեց։ Նա ուղղակի միավորեց բոլոր այս չկայացած պատառիկներից, ստեղծեց միասնական բլոքչեյն ճարտարապետությունը և ստացավ բլոքչեյնի համակարգը։ Գործնականում այն հանդիսանում է կիրառված վճարամիջոցների գրանցամատյան և ապակենտրոնացված ցանցի գործող էկոհամակարգ։ Այսպիսով, բլոքչեյնը պարզ գրանցամատյանից Bitcoin-ի վրա դարձավ վճարամիջոց գրանցամատյանների կիրառմամբ, վերածվեց ծրագրավորվող խելացի բացահարթակի, հենց այս հիմքի վրա այսօր կառուցվում է և իրական ակտիվների վերափոխումն է իրականացվում և ապահովում է մետադարաշրջանի առաջընթացը։ Եկեք այստեղ անդրադառնանք մի կարևոր խնդրի։ Web3-ը հանդիսանում է վերնաշենք այս ճարտարապետության, իսկ շարժիչը բլոքչեյնն է, որը կարող է գործել նաև առանց Web3-ի, օրինակ որպես մասնավոր private on-line ցանցեր։ Բայց Web3-ը այս դեպքում չի կարող գործել առանց բլոքչեյնի։ Այժմ անդրադառնանք
ապակենտրոնացված կառավարման խնդրին։ Արդյոք այն հակասում է մարդկության ամբողջ պատմությանը, քանի որ այս գաղափարը շատերի մոտ խնդրահարույց է։ Մարդկային պատմության մեջ գրեթե բոլոր ձեռքբերումները կառուցվել են կենտրոնացված հիերարխիկ համակարգի շնորհիվ։ Հին Եգիպտոսից մինչև հռոմեական կայսրություն եւ բյուզանդական կայսրություն կառուցված էին բացարձակ հիերարխիկ կենտրոնացված համակարգի վրա, եւ անգամ դրանց փլուզումը բացատրվում է այդ կենտրոնացված համակարգի կործանմամբ։ Միջնադարյան պետությունները, ժամանակակից կորպորացիաները ունեն կառավարման միասնական կենտրոն։ Ինչու է անհրաժեշտ այդ մեկ կենտրոնը։ Քանի որ տեղեկատվությունը հանդիսանում է բացարձակ կարևոր ռեսուրս։ Տեղեկատվության սահմանափակ տարածքում կենտրոնը հանդիսանում է համակարգողի եւ վստահություն կատարողի դեր։ Թվային դարաշրջանում ինտերնետի պայմաններում ամեն ինչ փոխվեց։ Հազարավոր մարդիկ գտնվելով աշխարհի տարբեր ծայրերում փոխանակում են տեղեկատվությունը եւ վայրկյանների ընթացքում գալիս են միասնական որոշման առանց միասնական որևէ կենտրոնի։ Այն ինչ որ նախկինում կատարվում էր պետությունների կողմից, բանկերի եւ կորպորացիաների կողմից, այժմ կատարվում է ապակենտրոնացված ցանցի կողմից։ Սա չի նշանակում, որ կանոնների բացակայություն է եւ անիշխանություն։ Web 3-ի դեպքում ասում են՝ մի վստահիր անձին, այլ վստահիր կոդին։ Չափազանց կարևոր խնդիր է, որ այսօր կենտրոնացված համակարգերը դառնում են բավականին թանկ, թե ինչու չափազանց կենտրոնացված մոդելները դառնում են ծանր գործող եւ շատ ծախսատար։ Կենտրոնացված համակարգերը, կառույցները աստիճանաբար իրենց տեղը զիջում են ապակենտրոնացված ցանցերին։ Չի նշանակում, որ կենտրոնացված համակարգերը այլևս կմահանան։ Սա նշանակում է, որ մետադարաշրջանում կենտրոնացված համակարգերի նշանակությունը շատ կարևոր է, անհրաժեշտ կլինի բարձր պատասխանատվության դեպքում։ Ապակենտրոնացված ցանցերը կօգտագործվեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է բարձր ապակենտրոնացում, ներառականություն եւ մասնակցություն։ Այսպիսով մենք կարող ենք արձանագրել, որ սա հերթական տեխնոլոգիական մոդա չի, այլ իրականություն է։ Իր գոյության ընդամենը 3 տասնամյակի ընթացքում համացանցը անցել է 3 կարևոր փուլերով, որոնք վերափոխում են սեփականության, իշխանության եւ տվյալների պահպանման մասին մեր պատկերացումները։ Առաջի դարաշրջանը դա կարդալու ինտերնետն էր, Web 1, որը հիշեցնում էր մի մեծ գիրք, որը կարելի էր օգտատերերը կարող էին մտնել կայք, կարդալ տեղեկատվությունը եւ դուրս գալ։ Չկային սոցիալական ցանցեր եւ այլ հնարավորություններ։ Այնուհետեւ եկավ Web 2-ը։ Այս դեպքում հնարավոր էր նաեւ ստեղծել բովանդակություն եւ հայտնվեցին սոցիալական ցանցերը՝ Facebook-ը, YouTube-ը եւ այլն։ Մարդիկ կարող էին լուսանկարել, կառուցել եւ ստեղծել անգամ բիզնեսներ, բայց առաջացավ մեծագույն հակամարտություն, հակասություն։ Խնդիրը կայանում էր նրանում, որ թվային արժեքը արտադրում ենք մենք յուրաքանչյուրս մեր ուշադրությամբ եւ գործողություններով, բայց այդ կապիտալի սեփականատերը դառնում են կենտրոնացված հսկայական գիգանտները։ Web 2-ի պարադոքսը կայանում է նրանում, որ իշխանությունը կենտրոնանում է տվյալների շուրջ, բայց մենք հանդիսանում ենք գործում ենք որպես վարձակալ եւ չենք կարող ազդել դրա խաղի կանոնների վրա։ Web 3-ը փոխում է այս իրականությունը։ Ասա ամփոփելն է, որ մենք կարող ենք դառնալ սեփականության տեր։ Եվ սա շատ կարևոր է։ Տեխնոլոգիական հարթակներում մենք կարող ենք դառնալ լիարժեք սեփականատեր։ Եվ սա հնարավոր դարձավ բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով։ Այն վստահության նոր ճարտարապետություն է եւ երաշխիքների ապահովման նոր համակարգ, երբ աշխարհով մեկ հազարավոր ցրված մարդիկ կարող են գալ միասնական համաձայնության
առանց կենտրոնական սերվերի, առանց կենտրոնական մարմնի։ Web 3-ը հանդիսանում է ապակենտրոնացված սեփականության, դիմադրողականության, կեղծիքների նկատմամբ անհանդուրժանականության մի միջավայր, ինչը հնարավոր է դառնում բլոքչեյնի և բաշխված տեխնոլոգիաների շնորհիվ։ Ինչպես որ խոստացել էինք, մենք կանդրադառնանք նաև կարևոր պրակտիկ խնդիրների։ Ուսանողներն ու հեռուստադիտողներից շատերի մոտ առաջանում է մի տարակուսանք, եթե բլոքչեյնը անփոփոխ է և կեղծիքները հնարավոր չեն, ապա ինչպես է ստացվում, որ հակերների կողմից բորսաները ենթարկվում են հարձակման և միլիոնավոր դոլարների գողություն է կատարվում։ Պատասխանը դրա թաքնված է ճարտարապետության մեջ։ Գործունն են փակ, մասնավոր բլոքչեյններ, ինչպիսին Cordano և այլ համակարգերը։ Հիմնականում բորսաները գործում են Web 2-ի համակարգի վրա, կրիպտոբորսաները Binance-ը և այլոք գործում են Web 2 ավանդական ճարտարապետության վրա։ Նրանց ներքին առևտրային դիրքը և օգտատերերի ինտերֆեյսը աշխատում են կենտրոնացված սերվերների վրա, իսկ տվյալները դա սովորական բազաներ են և չի օգտագործվում բլոքչեյնը։ Բլոքչեյնը այստեղ ընդհանրապես օգտագործվում է on-chain ներդրումների և դուրս բերելու պահին, փողը ներդրումների և դուրս բերելու պահին։ Այսպիսով նրանք գործում են Web 2-ի համակարգի վրա։ Կարող ենք արձանագրել, որ այս միջավայրում բլոքչեյնի և Web 3-ի դեպքում տվյալները խեղաթյուրել, փոփոխել ուղղակի անհնարին է։ Եթե դուք ունեք ապակենտրոնացված դրամապանակ և չեք կորցրել ձեր PIN կոդը, ապա այն կմնա անձեռնմխելի, միջոցները կլինեն անձեռնմխելի։ Հաքերները հարձակվում են կենտրոնացված սերվերների բորսաների վրա, որտեղ ընկերությունները հանդիսանում են պահառու հազարավոր հաճախորդների համար և պահում են հաճախորդների բանալիները։ Ըստ այդմ պետք է խուսափել բլոքչեյնի կենտրոնացված միջնորդներից, բայց այս ասացվածքի փայտը ունի երկու ծայր։ Այդ միջնորդները լինելով պահառուներ երբեմն հնարավորություն են տալիս վերականգնել ձեր կորցված հաշիվների PIN կոդերը և դուք կարող եք նորից մուտք գործել ձեր սեփական հաշիվներ։ Հարկ է նշել, որ մաքուր Web 3 համակարգում դա ուղղակի անհնարին է, քանի որ այդ տվյալներին տիրապետում է միայն անձը և ոչ ոք ուղղակի այլևս չի կարող դրանց հետ գործարք կատարել։ Մաքուր Web 3 համակարգում տիրապետում է միայն անձը տվյալներին։ Web 3-ը ստեղծեց բացառիկ թվային ակտիվներ, մասնակցային իրավունքով Web 3-ը բերում է ժողովրդավարացում։ Այն հնարավորություն դարձրեց, որպեսզի սեփականությունը դառնա մասնակիցների բաժնեմասը։ Այս էկոհամակարգում մարդիկ դառնում են սեփականատեր, որոշումները կայացվում են ոչ թե տնօրենների խորհրդի կողմից, այլ ամբողջ համայնքի կողմից, ինքնավար կազմակերպությունների միջոցով։ Ռեսուրսների վերաբաշխումը և վերահսկողությունը իրականացվում է թոքենների միջոցով։ Եթե հաղորդման մեկնարկում մենք խոսում էինք արժեքի տեղափոխման մասին, ապա հիմա մենք նշեցինք, որ բլոքչեյն և Web 3 համագործակցության շնորհիվ դրանք տեղեկատվությունը վերածում են մասնակցության, մասնակցությունը սեփականության և դրա միջոցով ստեղծում է արժեք։ Սա հերթական տեխնոլոգիական տրենդը չէ։ Սա բաց կոդով ապակենտրոնացված համակարգեր են, ապագայի այս համակարգերը արդեն գործում են։ Ինչքան շուտ մենք հասկանանք Web 3-ի և բլոքչեյնի տեխնոլոգիական առանձնահատկությունները և առավելությունները, այնքան մրցակցային կլինենք մենք։ Շնորհակալություն մետա դարաշրջանում մեր հետ լինելու համար, մեր անփոփոխ կարգախոսն է թվային խոսքի իշխանություն։ Շնորհակալություն, առողջ եղեք, կհանդիպենք։